Բաղդասարյանի «Հայաստան կտավը», որը համարվում է հայկական մշակույթի և կերպարվեստի վեհագույն արժեքներից մեկը։ Նաև փակցված են աղասու կերպարը, նաև իր կերպարի փոքրիկ նկարագիրը և վերլուծությունը, ինչպես նաև մեր պատմահայր խորելացին և Հայկ Նահապետը, և իզուր չէ, որ հենց իր անունով էլ մեր նախագիծը կոչվում է Հայկազավակնեմ ես Նոյան թոռը։ Եվ վերջին ձախակողմյան հատվածում նորից տեսնում ենք հայկական խորհրդանիշներից մեկը՝ նուռը, որը բացելուց հետո կտեսնենք խոսքեր, որոնք մեր հայ մեծերը շնորհել է Խաչատուր Աբովյանին։ Եվ վերջին մասնիկը դետալը դա փոքրիկ գրքույկն է, որի խորագիրն է պատկանում է Աբովյանը։ Գիրքը բացելուց հետո կտեսնենք խոսքեր, որոնք ասել է Աբովյանը։ Օրինակ, շունչը տուր, հոգի, բայց քո հայրենիքը մի տուր թշնամայից։ Ես նույնիսկ նախագծային աշխատանք եմ իրականացնում, կխնդրեի մի փոքր պատմեիք ձեր նախագծային աշխատանքի մասին։ Մեր նախագծային աշխատանքը գրում է Հայկազավակնեմ ես Նոյան թոռը խորագիրը, ըստ Խաչատուր Աբովյանի Բերք Հայաստանի վեպի առաջին հատվածի։ Մեր առաջ դրված էին տարբեր թեմաներ, թեման ընտրեցինք երկար քննարկումներից հետո, բաժանեցինք խմբերի ու սկսեցինք իրականացնել մեր դիմաց տրված բոլոր առաջադրանքները։ Ես եմ մեր նախագծի ստեղծարարության և նորարարության պատասխանատուն եմ, մեր թիմի պատրաստակամության և մեր ղեկավար Գոհար Մանուկյանի հետևողական աշխատանքների շնորհիվ մենք հասանք շփոթված արդյունքների։ Որոնք են ձեր նախագծի վերջին արդյունքները։ Նախագծի ավարտին ձեռք բերեցինք մի շարք կարողունակություններ և համագործակցային հմտություններ, ինչպես նաև ունեցել ենք մի քանի պրոյեկտներ, ունեցել ենք պաստառներ, տեղեկատվական գրքույկներ, տեսանյութեր, պոդքասթ, ինչպես նաև ծառ, հապոչի բերոտարը մեր նախագծում խորագրով, ունեցել ենք նաև հայկական ուտեստների ցուցադրում։ Նկարը ընտրելիս կատարել եմ փոքրիկ հետազոտական աշխատանք, որը վերաբերում է մեր նախագծային աշխատանքի թեմանին։ Վերջում մեր նախագծի ամենամեծ պրոդուկտը, ծառը, այն առաջին հայացքից շատ հասար է գտվում, սակայն այն ոչ միայն ամփոփում է մեր այս 8 շաբաթվա աշխատանքը, այլև դառնում է մեր ապագա նվաճումների հիմքը։ Ծառը մեզ հիշեցնում է, որ գիտելիքը օր-օրի զարգանում է և ուժեղանում, ինչպես և ծառը, և հնարավորություն է տալիս նոր կարողունակությունների ձեռքբերմանը։ Ծառի մի կողմում այն կարողունակություններն են, որոնք մենք ձեռք բերեցինք նախագծային աշխատանքի ընթացքում, օրինակ սովորելու կարողունակությունը կամ մշակութային կարողունակությունը, իսկ մյուս կողմում 21-րդ դարային հմտություններն են, որոնք ձեռք բերեցինք այս շաբաթվա ընթացքում, օրինակ նախաձեռնողականությունը կամ ստեղծագործական մտածողությունը, իսկ մեջտեղում կադրերը մեր աշխատանքային ընթացքից։ Կամփոփեի այս գրքույկով։ Այս գրքույկը ես եմ պատրաստել, թվային թղթապանակ է, այն նման է գրքի, իր մեջ ներառում է մեր նախագծային աշխատանքը, համախմբված, համակարգված և ամբողջովին։ Նա իր առաջին էջում պատկերված է QR կոդ, որը սկանավորելիս բացվում է թղթապանակը, և այստեղ ներառված է նաև Խաչատուր Աբովյանի Բերք Հայաստանի առաջին և երկրորդ գլուխները գրական հայերենով, որը շատ ավելի է հեշտացնում այս թղթապանակ ուսումնասիրողների աշխատանքը։ Թղթապանակում կան նաև կապույտով, եթե սկանավորեք տեսնեք, կան նաև կապույտով ընդգծված նախադասություններ, որոնք համապատասխանաբար բացում են տվյալ տեսանյութն ու տեսահոլովակը, նկարները։ Վերջում դրել եմ ցուցումներ, որոնցից օգտվելով շատ հեշտ կկարողանաք օգտվել տվյալ ծրագրից, որով պատրաստել եմ այս թղթապանակը։ Բոլորը ես կանեմ, կներկեմ, պրասնեմ կտամ ձեզ։ Էնքան։ Աղջիկներ ջան, շատ գեղեցիկ է ամեն ինչ, բայց տարրերը կարծես թե հավասար չեք արել։ Ձեր կարելի էր ավելի համահունչ դարձնել, ում բարակել, փորձեք ուղղեցը, հա։ Բայց շատ հետաքրքիր է, մտահղացումը շատ լավն է։ Ո՞վ է հեղինակը։ Մեր 10-ի աղջիկներից Խաչյանների նախաձեռնությունը։ Մտնում ենք հայ գրականություն, ընտրում ենք դասարան 10-րդ դասարան, ընտրում ենք հայ գրերի գյուտ Մեսրոպ Մաշկոց։ Մեզ են գլխից են զարկել, բայց նորեն հայրն ապրել են, ապրում են կապրել։ Հազար դարեր են զարկել, բայց նորեն հայրն ապրել են, ապրում են կապրել։ Այո, մենք ապրելու ենք երեխաներ վերարժեքային համակարգով, վերկենցաղով, մշակույթով, ապրելու
արցիով, նարեկացիով, մեր մեծ Աբովյանով եւ հրաշալի այսպիսի նախագծերով։ Շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը նման գեղեցիկ հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաեւ մեր հյուրերին, որ մեր հրավերը չմերժեցին եկան, ծնողներին, ծնող խորհրդի նախագահին,